Ժողովուրդ ջան, մենք նոր վլոգ եմ բացում, եկել ենք Մուրաքրոջ Սամարանոց, չես չեմ նկարում, կերիսա, ուզում եմ իրանց շունիկներին, Բրինա, հələ մի հատ տեսեք ձակուկներով, վայ, ինքան լավ շունիկ ա, ժողովուրդ, բաննա սպա, ոյ, ես մի քիչ անկանչում եմ, անվախենում եմ, ինքը ձակուկների ա սպասում, պասի Հասմիկ ջան, Բրինը չկա, սիրունս, բայց ես իրան շատ եմ սիրում, իր անունը Սաբրինա ա, ոչինչ, վայ, խոսած, ոչինչ, չէ, կեսուրի բան չկան, են դիմացին իրա տղեն ա, Արմո պապի, այն, ես իրա տղեն ա, Սաբրինայի, ամուսինը չգիտեմ ուրա Պալկանը ուրա, հա, իրանց տղեն ա, ժողովուրդ նա տեսեք ինձ սունիկա, ինչ լավն ա, ոյ Բրինը չկա, ես իրան շատ եմ սիրում, ուղակի վախկոտ եմ, եկանք, ժողովուրդ ջան, եկել ենք մեր երազայգու Սորիսոն, այսօր տանը հյուրեր ունենք, չհասցրինք հաց պատրաստենք, վերցրել ենք քլաբ սենդվիչ, Վահանը բուրգեր կարտոֆիլով, այստեղ ես էլ ունեմ կարտոֆիլ, Էրիկը բոլոնեզ, ինչով Էրիկ, պրոստը բոլոնեզ ա, ուղղակի բոլոնեզ, այսպես, ժամը 7:20 ենք, սոված ենք, առավոտից բլա, անենց մարդիկ էին, որ հացի հյուրասիրություն չեր լինելու էլի, միայն դեսերտ էր լինելու, դրա համար սոված ենք մնացել, դե լավ, այստեղ ասում եմ առայժմ, ինքան գեղեցիկ ա, ներես, տեսեք, շատ գեղեցիկ տեղ ա, ժողովուրդ ջան, մենք ընտրեցինք, իմ քլաբ սենդվիչը կիսվեցին Վահանն ու Էրիկը, բնականաբար չէի կարող ուտել, թե ենք վերցրել չրերով, Էրիկն էլ միլքշեյք ա վերցրել, այսպիսի ելակով, սա էլ ինքան անուշ բույր ունի, դարչինով, տարբեր չրերով, կիտրոն, լայմ, նարինջ, մի խոսքով, շատ լավն է, անուշ անենք, մենք դուրս եկանք Սորիսոից, ասինք մի քիչ այգով պտտվենք, տեսեք, այնտեղ գնացք ա ինչ-որ, այստեղ ջրային նավակներ, շատ գեղեցիկ ա մեր այգին, ձեր պստլոներին բերեք այստեղ, զանգեցի, որ ավետից ցույց տամ, են էլ լացում էր երեխեն ատամիկների հետ կապված, վայ տեսեք, վայ, բադուլիկները, բադուլիկ, բարև ձեզ, մարդիկ վազում են, երաժշտություն են լսում, քայլում են, մի խոսքով, այստեղ գեղեցիկ ա շատ, այսպիսի ինչ ա, ռիքշաների պես բաներ են, նստում են, գնում են, տեսեք ինձ սիրուն ռեստորան ա, ասել կամակներ ա, սրանք վճարովի են, չգիտեմ որտեղ են գումարը վճարում, կամակները կարող եք բացել, նստել կամ պարկել, մի ժամանակ կարծեմ 1000 դրամ էր, հիմա չգիտեմ անկեղծ, մի քանի տարի առաջ, որ մենք նոր էինք տեղափոխվել, 1000 դրամ արժեր, հիմա չգիտեմ, Վահանը, Էրիկը, մեր խաչիկ պապիկը, Ադամի պապան, մեծ Ադամի պապան և փոքրիկ Ադամը, միշտ այստեղ իրենց հանդիպում ենք, որ գալիս ենք, չնայած այս տարի առաջին անգամ ենք եկել, այսպես, շունիկներ չի թույլատրվում, տերևներ են, խոսքով շատ գեղեցիկ այգի, այն էլ Հայաստանի
բաբախող սիրտը։ Էլի եմ նկարել ձեզ համար։ Այսպես քայլելով գնանք տուն, ֆուտբոլ է սկսելու, Վահան ուզում է ֆուտբոլ նայի։ Այստեղ ձեզ ասեմ առայժմ անուշներս շատ գեղեցիկ տեղեր կան։ Ասում եմ առայժմ, հետո մի գեղեցիկ ավելի բայրում էլի կնկարեմ։ Աշկներս ես հենց նոր մտա տուն ու կիսվեմ ձեզ հետ իմ նախ հագուստի գնումներով, հետո կանցնեմ առաջ։ Մտել էի Վայկիկի, լավ զեղչերին, մի ժամանակ չէի մտնում, բայց հետո հասկացա, որ ես չգնեմ, միլիոնավոր մարդիկ մտնում գնում են, իսկ ինչու ոչ։ Հատկապես, որ լավ զեղչեր լինում եւ որակները լավն են, տերը արդեն գնել բերել է, ցանցը արդեն գոյություն ունի, առևտուրը կա, իմ մի չգնելով տակ չի տալու, ոչ էլ վնասա կրելու, սպասեք, հերթով եմ ցույց տալիս, Վայկիկից գնել եմ ինձ համար շալվար, այսպիսի, շատ լավն է, կապույտ գույն, ինքան լավ շալվար է ժողովուրդ ջան, շատ լավ շալվար է, հով, ես էլի էի գնել Կյաբիից, ձեզ ցույց չեմ տվել, ձեզ հետ չեմ կիսվել, բայց նրանք ինձ վրա շատ մեծ են, Վահանը չլսի, ահա որ լայն է, ահա որ չեք պատկերացնում, մի 5 ռազմեր վրաս մեծ, 5 չափ վրաս մեծ, սա լավն էր, սա շատ լավ չափ է, սա իմ հագով է, ահա, սա այսպես, իդեպ 48 չափն է, որպեսզի բան չանեք, այսպես ցույց տամ, մի րոպե, ահա, 48 չափսն է, ահա, այսպես, սա այստեղ, հետո Վայկիկից գնել եմ, մի րոպե, այս ինչ է, հա, այս առանձին էի գնել եմ այսպիսի վերնաշապիկ, էլի 48-ն է, բայց այնքան լայն 48 է, չեք պատկերացնի, չկար 46-ը, մի րոպե, այսպիսի վերնաշապիկ եմ գնել, որպեսզի ուղղակի առանց կոչկել, հագնեմ ամառը, հա, մեկ-մեկ երեկոյան, որ հով է լինում, ահա, այսպես, շատ լավն է, ես սիրում եմ այսպիսի գույներ, լավն է, պուպուշիկ է, ինձ շատ սազեց, սա Վահանին են գնել Կյաբիից գնեցի սա, ահա, այսպիսի շալվար շատ լավն է, շատ հանգիստ, դե որ ասում բա գինն ինչ եմ ասել, նույնիսկ այս, որ այդ կտորը չարժի 4900 դրամ, շալվարը արժեր 8000, ինչքան իմը, վերնաշապիկը արժեր համարյա 6000, սա արդեն գնել եմ ավետիս համար, OVS-ից եմ գնել, այսպիսի գեղեցիկ շորտեր, շատ հով շորտեր են, ձագուկիս համար, ոյ մեռնեմ ես իր արևին, տեսիք, իմ արևն է, իմ շունչն է, այսպես, սա այսպիսի շորտիկ, իմ գանջուկի համար, այս Վահան հոպարն է գնել իր համար, հա մենք Վահանին ավետիս վերանով հոպար ենք ասում, դե հորեղբայր է գալիս, հա, ճիշտ է, Վահագի փեսանա, բայց ավետին հոպար է, այսպես, սա այսպիսի գեղեցիկ մայիչկա, մի հատ էլ այսպիսի գեղեցիկ մայիչկա, որ ինքը պուպուս հագնի, ժողովուրդ ջան, բան չանեք իմ այս խոսելուս վրա, մեկ էլ գրում են, այդ ինչ ձև եք խոսում, երեխայի բերանով եմ խոսում, երեխայի լեզվով, երբ որ խոսում եմ երեխայի մասին, ակամայից սկսում ես խոսել մանկական տոնով, սա էլ էսպես, տեսիք ինչքան լավն է, ու ինչ որակ ունի, իդեպ OVS շատ վաղուց, այսինքն շատ վաղուց, որն է, Էրիկս 19 տարեկան է արդեն, 17 տարի առաջ Վահանը Իտալիայից առաջին անգամ բերեց OVS, և սա Վայկիկից էլի ավետիս համար եմ վերցրել, այսպիսի բոջիներ 3 հատ, ժողովուրդ, որ արժեքը ասեմ, կապշեք,
տեսեք 3 հատ, մեկը այսպես միատոն է, նկարով, վրան փղիկ է, սա ուղակի միատոն առանց նկար, եւ սա փղիկներով, զեղչվել էր 3490, դրամարկղի մոտ իջավ 2750 դրամ, այսպես, սա իմ հագուստի գնումները, այսպես, հիմա գնանք առևտուրն էլ ձեզ հետ կնկարեմ, ձեզ հետ կկիսվեմ ու կտեղավորեմ անուշիկներս, այսպես, ժողովուրդ ջան, արագ եմ ներկայացնում, որովհետև մեջը սառը ուտեստներ կային հալվող, ուրեմն հունական յոգուրտերիկի համար 2 հատ, մեկը սառնարանում է, այս Էրիկն ա վերցրել էլի մեզ հետ էր, ինքն ա վերցրել կոտլետ, այստեղ պոպկորն ա վերցրել, հետո վերցրել ենք մակարոնեղեն տանը չկար, Էրիկը կամաց ուտում է, բացում է, ասենք թե մի բուռ, պատրաստում է, ուտում է, եթե շատ պատրաստեմ, սենց մի բուռից ավել պատրաստեմ, ուրեմն պիտի թափվի, մի հատ էս տեսակ, մի հատ էս տեսակ, բարիլան, սա գնաց էս կողմ, հետո էս սա, հիմա ինձ ցույց եմ տալ, էս Էրիկի գնումն ա էլի, լոռամրգով չորահաց, այսպիսի, ես ցույց տամ Էրիկս կտեղավորի, այստեղ էլի 2 հատ էս էկո անձեռոցիկներից ա Վահանը վերցրել, անցանք առաջ, սա Էրիկն է վերցրել էս, ինչա, կաշայա, հա Էրիկ ջան, կաշայա վերցրել իրան գելակով, ատրոբյաներով, հա, մոմենտալնա овсяная կաշա, այսպիսի, վերցրել այսպիսի էլի հացիկներ, շագանակագույն բրնձով, սա այսպես, սա բարիլա էլի սպագետի, այս անգամ ճիշտ ասեցի անունը սպագետի էր, սա Էրիկն է վերցրել, վայ, Էրիկ ջան, տեսար մանր սառույց մոռացանք վերցնենք, այսպիսի գազով մոխիտո, էսի չգիտեմ ինչ է, արմար, սա էլ է Էրիկը վերցրել էս հապալասով, իդեպ հապալասը մեզ մոտ շատ էժանացել է, 1 կիլոգրամը 2000 դրամ MG-ում, սա էլի էդ հյութից, Էրջան մի հատ սա դնեիր սառնարան, բալես, այս քո յոգուրտը, սա այսպես, հիմա մնացած տոպրակները բերեմ ու շարունակենք, գնել եմ 3 հատ ելակ, բայց նոր տեսա տանը, այս մի հատը մի քիչ բորբոսնած ա, որ մեկներ Աստված ջան, մենակ թե, հա այս մեկը, տեսեք, լավ, դրա ծայրը կկտրեմ կամ դա կշպրտեմ կգնա, կնետեմ կգնա, այսպես, վերջ, 3 հատ ելակ, 400, քանի դրամ էր տուփը դարձել, տանը հապալաս կար, վերջին թութը, սև թութ խելագարվող ենք անում եմ, մամա սպիտակ թութ եք սիրում, տատիկենքը շատ ունեն սպիտակ թթի ծառ, մենք ամեն տարի թութը թափ էինք տալիս, չափրազը պահում էինք, չգիտեմ, դուք այդպես եք ասել, այդ շորին, որի մեջ թութը թափում էինք, չափրազը պահում էինք ու թութը թափ էինք տալիս, օй տարբեր կողմից մտնում էինք տակը, կտ գլուխներիս վրա, այնքան լավն էր, այնքան տատիկ ենք ծառ ունեին, թթի մենք բարձրանում էինք, ես փոքր երեխա բարձրանում էինք տանիք, ծառը մինչև տանիք էր բարձրանում էինք տանիքին նստում էինք, այնտեղ ամենախոշոր, ոնց որ թրթուրներ լինեին, մեծ թրթուրներ, այդ ամենախոշոր թութն էինք այնտեղ ուտում, քաղցր, բայց ես սևի սիրահար եմ, սա այսպես, հետո անցանք առաջ, այստեղ էլի Էրիկի գնումներն են, սա ինչ է չգիտեմ, էներգետիկ ըմպելիք է,
Հիմա որ այդ պարապմունքները անում է, շաբաթը մի անգամ ինքը էներգետիկ խմում է ժողովուրդ ջան։ Այսպես։ Սա այսպես, չեմ թաքցնում։ Սա առանց, սրանք բոլորը առանց շաքար են, ինքը առանց շաքար է խմում, հետո այստեղ էլ այսպիսի պեպսի է գնել, հա, չգիտեմ, ես իրենց հետ չէի, ես իմ առանձին առևտուրն էի անում, սեխ էի գնել, ասերիք ջան, տար կշռի, բեր, մոռացել էի կշռեի, բա, որ ասում երեխուն ուղարկում ես, հետևից պիտի գնաս, չէ, առանց կշռել, հետ եկավ, ասում լավ, սեղ չեք ուտելու, ահա, սա էլ բարձրացրի, գնել եմ այսպիսի լոլիկ փորձելու համար, ժողովուրդ ջան, միասին կփորձենք, ես երբեք չեմ կերել, վաղուց կա Հայաստանում, ոչ մի անգամ չեմ կերել, սև չերի լոլիկները, միասին կփորձենք, տեսնենք սա ինչ է իրենից ներկայացնում, այս տուփը հիմա ասեմ 200, ինչքան է, 576 գրամը, 1469 գրամ, վահանախում, ով տեսել սեզոնին 2000 գրամով լոլիկ ես առնում, ասում բան, փորձելու համար արժի, մի անգամ մարտիրակյանքում արժի, կերաս, էլի են խոշոր կերասը, մի վարկյան, ժողովուրդ ջան ինձ զանգ եկավ, ես երկար զրուցում էի, կիսատ մնաց, այս կերասն է, ասեցի են խոշոր կերասն է էլի, այս տարի լավ կերաս կար, այստեղ ունենք նեկտարինն է լավ զեղչվել է, շատ ձիգ նեկտարին է, 1 կիլոգրամը 895 գրամ, էլ ինչ ունեմ այստեղ վարունգ, ահա, վարունգ եմ այստեղ գնել և չէ, էլ բան չկա, մի հատ էլ ձմերուկ, այսպես անուշիկներս, դես, այս բոլորը հիմա, ուրա կտրոնը, կտրոնս ուրա, որտեք տեսնեմ, կտրոնը ուրա, ձեզ կտրոնն էլ, մի վարկյան մատ կտրոնս փնտրեմ, կտրոնը չգտա ժողովուրդ ջան, Վահանին հարցրեցի, ասեց 25,000 եմ վճարել այս ամբողջի համար, ցի արդեն երիք եկել տարել է, հա, ասեմ, այդքան է վճարել մարդը, այսպես, դե լավ, դե այստեղ ես հիմա արագ հավաքեմ, ձեզ ասեմ բարի գիշեր, հետո նորից կմիանամ, սիրում եմ, գրկում եմ, խաղաղ և անփորձանք գիշեր բոլորի։ Ժողովուրդ ջան, Վահան ինձ համար սուրճ է պատրաստել, փրփուրով սուրճ, ես էի ուզել այս փրփուրով սուրճը, ասի ինձ համար մոտ փրփուրով սուրճ պատրաստի, քունս էնպես է տանում, մի մասը հավաքել եմ, մի մասը չեմ հավաքել, հաց են կերել, բայց սուրճ էի ուզում, ահա որ, հիմա այս մի հատ վայելեմ ու անցնենք առաջ, վարդը, ժողովուրդ ջան, ողջույն, Կարապի լճի մոտ ենք, գնում ենք ընկերուհուս տուն հյուր, Սինգապուրի իմ ընկերուհին, Լուսինայենց տուն են գնում, իրենք հիմա ապրում են քաղաքից դուրս, պտղունք, գյուղը, գյուղը, ասեք Կարապի լիճը ձեզ համար գեղեցիկ նկարեմ Երևանը, ինձ կողմը հյուսիսային պողոտան է, օպերայի շենքը, սեփական տուն ունեն, գնում ենք այնտեղ մեր օրը անցկացնենք, այնտեղից կարծում եմ կնկարեմ իրենց պտղատու ծառեր ունեն, գեղեցիկ, առաջին անգամ եմ լինելու, կփորձեմ որոշ բաներ ձեզ համար նկարել անուշներս, որպեսզի վաղը կամ այսօր երեկոյան տեսանյութ ունենաք դիտելու, այսօր օրը շաբաթ է, ամսի 11-ն է, վաղն էլ վարդավառ է, սիրում եմ բոլորիդ, ասում եմ առայժմ, ժողովուրդ ինչ գեղեցիկ պատշգամբ է, վերևը վարդերով սիրուն սարքել են, քաղաքում ենք, քաղաքով ենք գնում, քանի որ Կևյան կամուրջը քանդել են, շատ դժվար է,
ամբողջ երթևեկությունը փոխվել է։ Մեր քաղաքի խոսերի վրա Պուշկինի փողոցն է։ Պուշկին։ Պուշոկը։ Հանկարծ վրա չտակ Պուշկինի սիրահարները։ Ես իրան միշտ է Պուշոկ ասել։ Չէ, բնականաբար լավ գործեր ունի։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Ճարտարապետությունը։ Առասարակ մեր հին Երևանի ճարտարապետությունը շատ ավելի ճոխ է, քան այս դե ժամանակակիցն էլ է պետք հնի կողքին, բայց հին նավերել երբեք պետք չի, ես միշտ էլ ասել եմ, որովհետև պատմությունը կառուցված է հնի վրա։ Այսպես նկարեմ ձեզ համար խանութները, Կալիստո, չգիտեմ ինչ մոդա, Seasons մոդա, մեր անտենա մեր հայկական, Big Size Store, ես իրանց մոտ գրանցված եմ, չգիտեի որ էստեղում, հենա, ենտեղ, ես արդեն եկել ենք կենտրոն, ես բոննա, ծնդատունը, Մարգարյան ծնդատունը, Ինչ է տեսեք արևից ինչ ալենում, սիրում եմ Մարգարյան ծնդատունը, հիշում եմ որ եկանք մամաս դուրս էր գրվում եղբայրս ծնվել էր, ես էլ Չարենցի տուն թանգարաններ անցանք, սա Seasons-ի այգին է, Երեմանն է ներկայացնում այս այգին, 600 meters keep left into the tunnel. Քաղաքում տեսեք ինչ գեղեցիկ ուրա, այս լուսամփոփը, այս է ուզում նկարը ինչքան գեղեցիկ է, բայց հեռախոսս ահա որ կախում է ժողովուրդ ջան։ Այստեղ Aeroflot-ն էր մի ժամանակ, պապաս այստեղից շատ էր տոմս վերցնում, հետո այստեղ էլ պապայիս ընկերոջ կամիսիոն խանութն էր, առաջի կամիսիոն խանութներից էր։ Մի խոսքով ժողովուրդ ջան ուզում եմ նկարեմ, բայց հեռախոսս կախում է ցավոք սրտի և արագ լիցքը գնում է։ Ես էլ չեմ վերցրել լիցքավորիչ հետս։ Սա Օքսֆորդի դպրոցն է Երևանում, այստեղ Երիկս գալիս էր Աբակուսի, այս մետրոպոլն այն մի շենքը, այս մետրոպոլ հյուրանոցն է, այստեղ Վահանս աշխատում էր, երբ որ ասպիրանտ էր, գիշերներն էր աշխատում, հետո գալիս գնում էր բժշկական ինստիտուտ, Հերացու անվան, այնտեղ էր դասավանդում։ Երկուսում են գիշերը աշխատում էր հերթափող։ Ասել պապա ինձ ստները Սուրբ Սարգիս եկեղեցին, ժայռերը։ Ասել Արարատը։ Կոնյակի գործարանը Երևանի։ Ասում եք Արարատն արգելել են, ով է արգելել։ Արարատ։ Կանաչ սիրուն, քաղաքը ծաղկել է։ Լավ ժողովուրդ ջան, ես երևի էլ չեմ նկարի, որովհետև Վահանին էլ եմ խանգարում, զգում եմ համբերատար լռում է։ Գնանք այնտեղ կնկարեմ, մանուշները սիրում եմ բոլորի տան չափ։
Ժողովուրդ մենք արդեն հետ են գնում, ես չկարողացա նկարեմ, որովհետև վաղուց չէինք հանդիպել, այնքան խոսելու նյութ ու թեմա կար, մինչև մեքենա դեռ խոսում էինք, ծիծաղում էինք, հիշում էինք, այս կողմն էլ է իրենց այդ ծառերը, այգիները, շունիկները, ձագուկներ էին հանել, Все. Հարան։ Այնտեղ մի հատ փոքրիկ գեղեցիկ է, տեսեք գեղեցիկ երևում է, տեղ փայտի ինչ-որ էկո տներ են։ Նա արվան եկել է։ Հետաքրքիր տեղ էր շատ, մարդ չկար, լռություն, ոչ մեքենա, ոչ մարդ, ոչ ձայն։ Տնակներ են, իսկական ամառանոց գաս քաղաքի այդ թվու բոյից կտրվելու համար, աղմուկից կտրվելու համար հիանալի տեղ էր։ Այսպիսի տներ էլ կան, ես տունա չգիտեմ ժողովուրդ ջան, երևի չէ, ինչ-որ հարսանյաց, չգիտեմ ինչ, քիչ նկարեմ ճանապարհներ, տեսնեք, այս օդանավակայանից այն կողմը, չէ՞ Վահան։ Հա, շատ քիչ, բայց ինչ-որ բան կարա ձմերուկ ճանապարհից վերցնել, նախապես ասում եմ, որ հետո չասես ինչ չէիր ասում։ Ստեղ լավ հասած ձմերուկներ կլինեն։ Հա։ Այս նորակառույցները տեսել եք ժողովուրդ, տեսեք։ Բյուրեղ խաղամասն։ Բյուրեղ։ Են։ Հա։ Ես չգիտեմ ինչ է։ Սիրունը։ Դա դպրոցը գալով խաղամասն։ Այդ բանն էր Էրիկի դպրոցը։ Մոսկվայի տան կողքը։ Դոմ Մոսկվի։ Էրիկս 5-6-րդ 5-ի ու 6-ի կեսը Արցթեմ քոլեջում էր։ Հետո գնաց Շիրակացի ճեմարան։ Հետո չուզեց Շիրակացի ճեմարանը։ Գնաց Բլեյան։ 4 դպրոց ենք փոխել, որովհետև ոչ միտեղ չկար նորմալ ակադեմիական։ Չէ, Շիրակացին տալիս է ակադեմիականը, Շիրակացին հանած, ուղղակի այնտեղ մի քիչ ուրիշ խնդիրներ կային։ Էս էլ բանն է, Աբակուսը։ Մտնեինք եկեղեցի։ Երեկոյան Երևանը մի քիչ նկարեմ ձեզ համար ժողովուրդ ջան։ Ճիշտ է, դեռ չի մթնել, լույսերը դեռ չեն վառվել։ Չքան մեքենա կա, աշխարհի չափ եմ որ ասում եմ։
Ժողովուրդ ջան, ասեցի ձեզ հետ կիսվեմ այս սև լոլիկով, հետաքրքիր էր, ես երեք արդեն փորձել եմ, հետաքրքիր լոլիկ էր, բայց ինքը մի քիչ դառնություն ունի, հետո քույրիկս զանգեց, որ նահանգներում է ապրում, ասում է շատ քաղցր է, Անին ոչ մի կերպ չկարողացա համոզեմ որ ուտի, ասում է տեսքը բոլորովին խոստումնալից չի, բայց ինձ դուր եկավ, վատը չէր, իհարկե փորձելու համար, հիմա տեսնեմ կարող եմ կտրել այսպես ձեզ հետ, որպեսզի չեմ կարողանում մի ձեռքով, սպասեք ես կտրեմ, հետո նոր միանամ, ահա սիրելիներս, տեսեք ներսն էլ է ինքը մուք է, այսպես, նույնիսկ մանուշակագույն ինչ-որ հյութ ուներ երեք, ես որ ուտում այսպես տեսեք մանուշակագույն ինքը հյութ ունի, շատ հետաքրքիր էր, համեղ էր, իրեն կարծեմ ասում են շոկոլադե չերի, չէ, չոկլետ չերի, եթե չեմ սխալվում, այսպես է ներսը, այնպես չի, որ լավ չի նկարում հեռախոսս, այնչպես որ տեսնում եք, ահա կորիզները, մի խոսքով, եթե ձեզ էլ կհետաքրքրի, կարող եք գնել, փորձել, մի փոքր դառնություն ուներ, շատ աննշան, բայց հաճելի էր, լավն էր, վատը չէր, դե ինձ սիրելիներս, երևի այստեղ այսքանով ավարտեմ, մաղթեմ ձեզ լավագույնս, ամենալավն ու բարին, Աստծու օրհնությունը բոլորիցդ անպակաս լինի, ուրախ երջանիկ օրեր թող լինեն, երեկ վարդավառ էր, երեկ իմ ավետիքը ինձ ջրել է, իր ջրի հրացանով ինձ ջրել է, հոգուրին մաքրել է ջրով, այսպես անուշիկներս, դե ինչ ձեզ էլ գրկում համբուրում եմ, մաղթում եմ լավագույնը, սեր, խաղաղություն, երջանկություն, միաբանություն, սիրենք իրար և ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ էր Սեդան, սիրով